որ շահարկման թեմա չդառնա, ես նախ ուզում եմ այն գլխից ասել, որ ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե այդ համայնքի ղեկավարը որ կուսակցության անդամ է, ինչ քաղաքական կողմնորոշում ունի, բայց ինձ համար ավելի քան մտահոգիչ է, որ եւ հրապարակումներով, եւ համացանցով, եւ նաեւ մեր տվյալներով, ես իմ համեստ հնարավորություններով, իմ համեստ կարողություններով կարողանում եմ ճշտել կամ ինձ այդ ախազանգերը գալիս է, այդ գերատեսչությունները չի գալիս այդ ԱՑ ոստիկանություն, չգիտեմ, տարածքային կառավարություն, ոչ մեկ բան չգիտի, ասում են Գառնիկ Դանիելյանը պետք է ասում է դատախազություն, բանա, գրություններ ուղարկի, գրություններ ենք ուղարկում, այդ որն եք ընթաց տվել, որ այստեղ հարցը արդարության հարցն է, այստեղ հարցը այն է, որ կոնկրետ դեպքերով, կոպեկներով, չնչին կոպեկներով, դուք էլ լավ գիտեք որտեղ, առողջարանային ամենաթանկ տեղերում, կոպեկներով պարզվում է, որ մարդու եղբայրն է իմացել, որ մրցույթ կա, շատ պատահական մասնակցել է մրցույթին, շատ պատահական կոպեկներով այդ հողը գնել է, այսինքն շուկայականից մի 10-20 անգամ նվազ արժեքով։ Սրա հետևից պետք է գնա դատախազությունը, պատկան մարմինները, թե չպետք է գնա։ Պետք է գնա, չէ՞ այդ ենք ասում, պետք է գնա, կամ այն կազմակերպությունը, որ գնահատել է կոպեկներով, այդ գնահատող կազմակերպությունը, պետք է պատասխանատվության ենթարկվի, թե չէ։ Թող դատվեն այդ մարդիկ, ինչ է եղել, որ մերկուսը դատվեն, երևի տես բան չեն անի։ Թե չէ, ես տասնապատիկ ավելի քանք դրանից պատրաստ եմ այդ շատ հրապուրիչ տեղերը առնել այդ հողերը, այդ ոնց է այդ աճուրների մասին մենք խաբար չգիտենք, իրանք տենց սաղ իրանց բարեկամներով, ընկերներով, հարազատներով տենց լավ տեղավորվել են ու լավ տեղեր են բաներ են, հողատարածքի տերեր են դառնում, հետո տասնապատիկ, 20-ապատիկ ավելի շատ այդ հողերը վաճառում, այդ դրա հետևից գնա։